իրակությունը եւ խոսակցություն կար նաեւ, որ ցանկություն է հայտնել գալ Ջուջևան, որտեղ ինքը մեծացել է, հա, այսպես ասած։ Այսինքն ես ոչ թե լսել եմ, այլ ես իր մանկության ընկերն եմ, իր դասարանցին եմ, միջև ուսանող ժամանակ Երևանում սովորելու ժամանակ էլ մենք իրար հետ ենք մնացել։ Հենց որ ես անգիր գիտեմ, էլի, էլ եմ հարցազրույցություն ունեցել ես իրա վերաբերյալ։ Կարաք ինչ հարցնեք, ինչա հետաքրքրում ձեզ ասեմ։ Տեղյակ եք, որ եկել եք Հայաստան։ Այո։ Եվ Դե ինքը Սահմանազատման հանձնաժողովի նախագահն ադրբեջանական կողմից պարբերաբար հանդիպումներ են ունենում։ Հանդիպել էին Գաբալայում, հիմա էլ եկել է Հայաստանում են հանդիպում։ Այդքանը կարամ։ Թե ինչ հարց են հիմա կոնկրետ քննարկել, ես չգիտեմ։ Բայց լսել եք, որ ցանկություն է հայտնել ուզել է դա։ Ես լուրերից եմ իմացել։ Բայց կոնկրետ ստեղ գյուղում երևի ոչ մեկը կոնկրետ տեղեկություն չունի։ Բայց որ այդ լսել եք, հա, որ ցանկություն է հայտնել, ինչ տրամադրություններ էին գյուղում։ Դե ճիշտն ասած, ես այսօր ինչ-որ չեմ շփվել գյուղացիների հետ, չեմ կարող ասել։ Կոնկրետ ձեր մասով, դուք կուզեիք հանդիպել իր հետ։ Դե Կուզեիք գալ գյուղ։ կոնկրետ ես իրա ոնց որ դասարանցին եմ, իրա հետ եմ եղել, բայց առանձնահատուկ իմ մոտ չկա ցանկություն։ Հաշվի առնելով այս ամեն ինչը ես ցանկություն չունեմ կոնկրետ։ Ինչ որ մտածում եմ, այն եմ ասում էլի։ Կոնկրետ եթե հաշվենք ինքը եկածելներ, ցանկություն բաներ, օրինակ իմ կողմից չկա, ես ցանկություն չունեմ։ Վերջին անգամ դուք երբ եք հանդիպել։ Դե վերջին անգամ ես չեմ կարող կոնկրետ հիմա թիվն ասեմ։ Իրանք ստեղից գնացել են, այն չի, որ ոնց որ Ադրբեջանից են մեր հայրենակիցները, ոնց որ ասած մարզապուտ փախած եկել, իրանց կոնկրետ իրանց տան տունը վաճառվել է, ինչքան գիտեմ, լավ էլ գումարով վաճառվել է, իրանք հանգիստ ձևով Ղազախի շրջան են գնացել, ինչքան գիտեմ։ Դուք իրեն ո՞նց եք դիմում, Շահին, թե։ Չէ, իր իսկական անունը Շահեն է, Շախին չի, Շախինը փոխվել է երևի Ադրբեջան տեղափոխվելուց հետո, երևի որպեսզի Հայաստանի հետ ինչ որ առնչություն չլինի, երևի Շահենը հայկական տարբերակն է, իրանց մոտ Շախինն է, Շահենի ադրբեջանական տարբերակը Շախինն է։ Ինքը անունը փոխել է, իր իսկական անունը Շահեն է եղել։ Մուստաֆաև Շահեն Աբդուլլա օղլու։ Իսկ հիմա այդ տանը աջող կա, որտեղ ապրում են։ Չէ, սպահին չկա։ Բայց Շահին Մուստաֆաևն է, հա, դուք գիտեք ոչ եք։ Իմ դասընկերն է էլ։ Ով։ Շահին Մուստաֆաևը։ Եվ ինչ կասեք նրա այցի հետ կապված, ասացի 40 տարի անց։ Հա, գնացել աստեն։ Եկել է Հայաստան։ Բայց երբ եկել։ Այսօր։ Որտե՞ղ եկել։ Երևան։ Երևան, Աղվերյան։ Նաև տեղեկություն կար, որ ցանկություն է հայտնել Ջուջևան գա, չի եկել։ Չէ, դե հետ չեմ խոբար չեմ։ Գյուղում չեմ ելել։ Բայց կուզեիք որ գար Ջուջևան։ Դե ուզում եք դնգեր այլել, դասընկեր այլել, որ եկել էր ինչ։ Ավելի լավ կլեր կտենենք ելին։ 10 քանի տարի, 20 տարուց ավել իրար հետ ապրել ենք մի գյուղում։ Եվ ո՞նց եք հիշում։ Շատ լավ, ոնց ենք հիշել։ Ընկերություն անելիս ենք ելել, ոնց ենք հիշել միջև իրանց գնալը։ Իսկ հիմա այս իրադարձությունները հաշվի առնելով, նաև պատերազմը, դե նաև նրա զբաղեցրած պաշտոնը, հարցեր ունեք նրան։ Հա, չէ, ինչ հարց դեմ ունենալ։ Մի հարցալա չէ։ Դե ինչ ասեմ։ Այդ կամը դերազալերու ինչ ասեմ։ Դե որ ասում եք ընկերներ ենք եղել։ Հա, դե ընկեր ենք եղել, դե դասընկեր ենք եղել։ Դասընկեր ենք եղել, ինչ դեմ ասեմ։ Մի դասարանում սովորել ենք 10 տարի։ Դրանք ջետնիկ գնացել է Երևան սովորող երբ մենք չէ, օրինակ ես չէ։ Ինչ դեմ ասեմ։ Հիմա էլ եք նրան ձեր ընկերը համարում։ Հա, չէ, ոնց եմ համարում։ Կարամ համարեմ։ Կարոջ չէ։
Իսկ հիմա այդ տանը ապրող կա, որտեղ Դե տունը իրանք փողովի կալան, այդ տան։ Այդ տունը բայց ծախեցին ապրող չկա։ Ծախեցին այդ օվորորա ընկնիկը մահացավ, ընկնիկը։ Մի քանի օր են ապրել, էլի, շատ մի ամիս։ Մարդը Ռուսաստան գնաց։ Այդ է։ Ձեր անուն ազգանունն է։ Իսրայելյան կամո։ Շնորհակալություն։